Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Եվրոպայում էլիտաների փոփոխություն է տեղի ունենում, ինչը իր ազդեցությունն է ունենալու նաև Եվրոպական միության Ուկրաինայի հանդեպ իրականացվող քաղաքականության վրա։ Գերմանիայի Բունդեստագում երկրորդ փորձից հետո միայն Ֆրիդրիխ Մերցը ընտրվեց կանցլեր։ Կոալիցիոն պայմանագրում, որ ստորագրվեց կուսակցությունների միջև, որևէ գրություն եւ որևէ բառ չկա Ուկրաինային Տաուրուս համակարգեր եւ հրթիռներ մատակարարելու մասին։ Մինչդեռ հիշեցնեմ, որ Ֆրիդրիխ Մերցը մինչև կանցլեր դառնալը հայտարարում էր, որ Շոլցը սխալ է անում, որ այդ Տաուրուս հրթիռները չի տրամադրում Ուկրաինային եւ որ ինքը երբ դարձավ կանցլեր, անմիջապես հրթիռները տրամադրվելու է։ Բայց պարզվում է, որ քաղաքական գործիչ Մերցը եւ կանցլեր Մերցը տարբեր կարծիքներ ունեն ուկրաինական ճգնաժամի եւ Գերմանիայի այդ հարցում մասնակցության մասին։ Ավելին, որոշում է ընդունվել, որ Գերմանիան շարունակելու է աջակցել Եվրոպական միություն եւ ՆԱՏՕ Ուկրաինայի անդամակցության հարցին, նաեւ ռազմական օգնություն կարող է տրամադրել, ֆինանսական օգնություն, բայց սահմանափակվել են այդքանով։ Ուկրաինայի Եվրոպական միություն եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարցերը կարծում եմ վաղուց են փակվել, երբ Տրամպը հայտարարեց, որ Ուկրաինան չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, նաեւ Եվրոպական միության անդամ չի կարող դառնալ։ Այդ մասին հայտարարեց նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ակնհայտ է, որ այս ամենն ուղղակի արվում է ընտրողների աչքերին թոզ փչելու համար, ցույց տալու, որ Մերցը իր խոսքման տերն է եւ ինքը շարունակում է աջակցել Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցությանը։ Բայց գետնի վրա դրանից Ուկրաինան ոչ մի բան չի շահում եւ ավելին, որևէ օգնություն այս ուղղությամբ նա չի ստանալու։ Միայն Գերմանիայում չի այս խնդիրը։ Ռումինիայում կրկին նախագահական ընտրություններ են եւ ընտրությունների առաջին փուլի արդյունքում հաղթած տեխնացուն եւս հայտարարում է, որ Ռումինիան պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումը Ուկրաինային։ Առհասարակ Եվրոպական միությունը պետք է դադարեցնի եւ միակ խնդիրը այս հարցը լուծելու դա չեզոքությունն է։ Ուկրաինային պետք է տրվի չեզոքության կարգավիճակ եւ խնդիրը փորձվի լուծել այս դաշտում։ Ըստ էության ասում է այն, ինչ ժամանակին առաջարկում էր Մոսկվան, երբ նշում էր, որ հարցի կարգավորումը դեռ 2022 թվականի մարտ ամսի Ստամբուլյան արձանագրությունների մասին է խոսքը, երբ այնտեղ ուղղակի նշվում էր, որ ռազմական գործողությունները կանգնում են, երբ Ուկրաինան հայտարարում է իր չեզոքության մասին եւ ռազմական գործողությունների շարունակության համար այլևս պատճառ չի լինում, ինչպես նաեւ ռուսական զորքերը դուրս էին բերվելու այդ ժամանակ գրաված տարածքներից, բայց ինչպես հիշում ենք, Ուկրաինան այլ տարբերակ ընտրեց։ Եվ հիմա Գերմանիայի քաղաքականությունը կարծես թե խոսում է այն մասին, որ ամեն դեպքում Գերմանիան չի ցանկանում իր վրա վերցնել ֆինանսական եւ ռազմական օգնության տրամադրման ողջ բեռը, նայելով Փարիզի եւ Լոնդոնի ուղղությամբ։ Իմիջիալից եթե փորձենք վերլուծել Եվրոպական միությունում ընթացող ընտրությունները, ապա պետք է փասնենք մի բան։ Ներկայումս այն քաղաքական գործիչները, ովքեր հայտարարում են, որ Ուկրաինային անվերապահ պետք է աջակցել, բավականին քիչ տոկոս ձայներ են հավաքում։ Կարծես թե ուկրաինական ուղղությունն այլևս ակտուալ չի եվրոպացի ընտրողների համար։ Ինչպիսին կլինի Գերմանիայի արտաքին քաղաքականությունը Ուկրաինայի արծում նոր կանցլերի օրոք մենք կտեսնենք առաջիկայում, բայց այս պահին պետք է ֆիքսենք, որ խոստումներից մեկը առնվազն Տաուրուս հրթիռների մատակարարումը Ուկրաինային Մերցը չի կատարում եւ դատելով նրա հայտարարություններից դժվար թե կատարի։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին Պակիստան-Հնդկաստան հարաբերություններին է վերաբերում։ Կողմերը անցել են բացահայտ ռազմական գործողությունների եւ Հնդկաստանը հայտարարել է ռազմական օպերացիա սկսելու մասին։ Պակիստանն իր երթին հայտարարում է, որ խոցել է արդեն 5 հնդկական Ռաֆալ կործանիչներ, որոնք մտել են Պակիստանի օդային տարածք։ Եվ այս ֆոնին սկսում են երևալ նոր պետություններ, ովքեր աջակցում են Հնդկաստանին եւ զարմանալիորեն այդ պետությունների շարքում է Իսրայելը։ Թվում է, թե Իսրայելը ոչ մի պատճառ չունի Հնդկաստանին անվերապահորեն աջակցելու, քանզի Պակիստանը համարվում է Իսրայելի ռազմաքաղաքական դաշնակից Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակիցը։ Բայց ինչպես եւ միշտ ենք մենք ասել եւ պատմությունը անընդհատ է կրկնվում, քաղաքականության մեջ չկան հավերժական թշնամիներ եւ դաշնակիցներ, կան հավերժական շահեր։ Ակնհայտ է, որ Հնդկաստանը օգտագործվում է իբրև գործիք տարածաշրջանը պայթեցնելու համար։ Խնդիրը այստեղ Հնդկաստան-Պակիստան պատերազմը չէ, ավելի գլոբալ հարցեր են փորձում լուծել եւ այս կոնտեքստում կարծում ենք եւ ակնհայտորեն սա երևում է, որ Պակիստանը դրված է նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների զոհասեղանին եւ ինչպես Աֆղանստանի պարագայում Պակիստանը եւս կարծես թե զոհաբերվելու է իր երեկվա դաշնակից Միացյալ Նահանգների կողմից։
Պակիստանը միշտ էլ եղել է տարածաշրջան ահաբեկիչներ մատակարարող պետություն, հատկապես Աֆղանստան մատակարարող։ Հիշեցնենք, որ Թալիբան շարժումը ի սկզբանե ձևավորվել էր հենց Պակիստանում, եւ այդ ժամանակ Պակիստանը պետք էր Միացյալ Նահանգներին Խորհրդային Միության դեմ Աֆղանստանում կռվելու համար։ Բացի այդ, Պակիստանը պետք էր Միացյալ Նահանգներին սուննիտական եռանկյունի ձևավորելու եւ այդ եռանկյունու կարևորագույն կողմերից մեկը լինելու համար։ Իսկ հիմա Միացյալ Նահանգները ըստ էության առանց աշտարթելու զոհաբերում էր Դաշնակցին, քանզի տարածաշրջանում ավելի գլոբալ շահեր ունի եւ ավելի գլոբալ թշնամիներ։ Խոսքը իհարկե Չինաստանի մասին է։ Բնական է, որ Պակիստան-Հնդկաստան պատերազմը այդքան չէր ծավալվի եւ այդքան պետություն չէր խառնվի, եթե խոսքը վերաբերվեր լոկալ բախման, Ջամու եւ Քաշմիր նահանգներում վիճելի տարածքների համար։ Իսկ հիմա գնալով պետությունների թիվը ավելանում է, ովքեր իրենց անվերապահ աջակցություն են հայտնում Հնդկաստանին։ Բացի այդ, նաև սկսվել է ռազմական տեխնիկայի անթաքույց մատակարարումը Հնդկաստան, ինչը նաև խոսում է այն մասին, որ պատերազմը չի կանգնելու միայն Պակիստանով եւ վտանգ կա, որ այն կարող է ընդգրկել տարածաշրջանի մյուս պետություններին եւս։ Իսկ Պակիստանն այս պահին կարծում ենք դատապարտված է։ Դատապարտված է, քանզի միայնակ է մնացել աշխարհի դեմ։ Ըստ էության Պակիստանը, երբ քաղաքականությունը իրականացնում եւ խառնվում էր տարբեր տարածաշրջանի ներքին գործերին, ինքը պետք է հասկանար, որ մի օր էլ այդ ուխտը իր դռան մեջ հոգելու եւ հիմա այդ պահն է։ Պակիստանը մնացել է մենակ եւ երեկվա դաշնակիցները նրանից երես են թեքում։ Հիմա տեսնենք, թե իրավիճակը ինչպես կզարգանա եւ ինչքան առաջ կգնա Հնդկաստանը եւ արդյոք մենք գործ կունենանք Պակիստանի բաժանման հետ։ Այդ մասին հայտնում են հնդկական աղբյուրներ եւ նաեւ հնդկական փորձագետները, որ Պակիստանը հնարավոր է բաժանվի 5 մասի։ Հիմա տեսնենք, թե ինչքան հեռու կգնա Հնդկաստանը եւ ինչքան կթույլատրեն Հնդկաստանին ոչնչացնելու Պակիստանը կամ ինչ որ մի պահի կանգնեցնելու ռազմական գործողությունները երկու պետություններին են կախման մեջ գցելով իրենցից։ Աշխարհաքաղաքական այս լուրջ իրավիճակում բավականին լուրջ խաղացողներ են ներգրաված այս պատերազմում եւ գնալով այդ խաղացողների թիվը ավելանալու է։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների հետ կապված։ Ըստ իրանական լրատվամիջոցների մայիսի 11-ից 12-ը մեծ հավանականությամբ կվերսկսվեն Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունները։ Հիմա անդրադառնանք, թե ինչ պատճառներով նրանք կանգնեցին եւ ինչը պատճառ դարձավ, որ նրանք կարող են վերսկսվել։ Դատելով մինչ այդ տեղի ունեցող իրադարձություններից մի քանի փաստ ֆիքսենք։ Առաջինը, Տրամպը շատերի համար հանկարծակի Սպիտակ տան իր կառավարությունում փոփոխություններ է կատարում եւ ըստ իսրայելական լրատվամիջոցների հատկապես շատ խիստ պրոիսրայելական հայացքներ ունեցող քաղաքական գործիչները ազատվում են իրենց պաշտոններից։ Առնվազն կարող ենք փաստել, որ սա հնարավոր է եղել է Իրանի պահանջներից մեկը, ինչը կատարվել է Միացյալ Նահանգների կողմից, պատճառ դառնալով բանակցությունների վերսկսման։ Պատճառ երկրորդ. Միացյալ Նահանգները հանկարծ հայտարարում է, որ այլևս հուսիների դեմ չի պատերազմելու, հուսիներն էլ հայտարարում են, որ իրենք չեն հարվածելու Միացյալ Նահանգների նավերին Կարմիր ծովում եւ բոլորը հաշտ եւ համերաշխ են սրանից հետո ապրելու։ Շատ զարմանալիորեն պատերազմը դադարելուց անմիջապես հետո հայտարարություն է արվում, որ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունները վերսկսվում են։ Կարծում ենք նման պատահականություններ չեն լինում եւ Իրանի պահանջներից մեկն էլ եղել է այն, որ հուսիներին Միացյալ Նահանգները պետք է հանգիստ թողի։ Իհարկե սա նաեւ մտնում է Տրամպի քաղաքականության տրամաբանության մեջ եւ լիովին համապատասխանում նրա քաղաքական շահերին, քանզի Միացյալ Նահանգները եւ փորձը դա ցույց տվեց հուսիների դեմ պատերազմ բավականին անհարմար վիճակի մեջ հայտնվեցին, կորսելով առնվազն մեկ հածանավ եւ նաեւ պատճառ դառնալով, որ կողմերը սկսեն եւ տարածաշրջանի պետությունները սկսեն բացահայտ պաշտպանել հուսիներին, ինչը երբեք չի եղել։ Պատճառ երրորդ. այստեղ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները կարծում ենք հետ է քաշում Իսրայել-Իրան անմիջական հարաբերություններից եւ հնարավոր ռազմական գործողություններից, քանզի իսրայելական աղբյուրները նշում են, որ այդ պայմանագրում, որ ստորագրվել է Օմանում Միացյալ Նահանգների եւ հուսիների միջև Օմանի միջնորդությամբ, ոչ մի խոսք չկա իսրայելական նավերի մասին։ Նշանակում է հուսիները համաձայնվելով հանգիստ թողել ամերիկյան նավերը եւ ռազմական եւ առևտրային նույնը չեն տարածում իսրայելական նավերի վրա։ Բացի այդ, հուսիները հայտարարում են, որ շարունակելու են ռմբակոծել իսրայելական տարածքները եւ նաեւ պաշտոնապես հայտարարում են, որ Իսրայելի տարածք իրենք անօթաչու զոնա են հայտարարում, շարունակելու են հարվածներ հասցնել Բեն Գուրիոն օդանավակայանին եւ մյուս օդանավակայաններին։ Իսրայելն էլ նույն կերպ է
պատասխանով։ Նշանակում է Միացյալ Նահանգները Իրան պայմանավորվածություն կա, որ իսրայելական քեյսը այս բան չի դիտարկվում երկկողմ հարաբերություններում եւ Միացյալ Նահանգները դադարեցնում է իր անվերապահ աջակցությունը Իսրայելին։ Սա միայն կարծիքներ են եւ միայն տեսակետներ են, բայց այս ամենը կարծում ենք նաեւ հիմնավորված է վերը թվարկած փաստերով։ Հիմա ինչպես կզարգանան իրադարձությունները, մենք կտեսնենք առաջիկայում, ինչ արդյունք կունենան Իրան Միացյալ Նահանգների բանակցությունների հերթական փուլը, մենք կտեսնենք մի քանի օր հետո։ Այս թեմաներն էինք այսօր նախապատրաստել, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։